Ինչի չէին արել պիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք Երևանի քաղաքապետը բաց տեքստով հայտարարում է, փոսալցման աշխատանքները որոշ դեպքերում նույնիսկ չեն վերահսկվում։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը տեղում չի էլ հետևել, ինչպես են ծախսվում երևանցիների վճարած հարկերի ծախսվող միլիոնները։ Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետքա մարդ դնել հետները, որովհետև երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ-որ մի բան պակաս անելու է, անպայմանորեն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի քննադատությունն ուղղված էր նոր-նորքի թաղապետ Մարատ Սևոյանին։ Պատճառն էլ օրերս Վահան Թոթովենցի փողոցում ասֆալտապատման անորակ աշխատանքներ։ Ամբողջ փողոցը այսենց փոշու վրա ջուր են լցել ու պատրաստում են ասֆալտան։ Ավինյանը հերթական անգամ դիտողություն արեց աշխատակիցներին, սակայն պատասխանատվության կանչելու վերաբերյալ որևէ խոսք չհնչեց։ Թեև երևանցիներն արդեն շաբաթներ շարունակ օրը առնվազն մի քանի անգամ փոստ են ընկնում քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի պատասխանատվության ենթարկելու մասին, գոնե հրապարակային չի հաղորդվել։ Օրը ցերեկով ինչա նշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում։ Այս եւ Երևանի նոր-նորք վարչական շրջանի մյուս փողոցները վերանորոգելու համար քաղաքապետարանը դեռ 2024-ին $250,000 պայմանագիր է կնքել Բալահովիտ 1 ընկերության հետ։ Փաստաթղթում կարդում ենք, աշխատանքները պետք է իրականացվեն բիտումային էմուլսիայով։ Զուտ թղթի վրա ամեն բան պետք է կարգին լիներ ու վերահսկվեր։ Տեղի ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Այս գումարը փողոցների նորոգման համար ծախսվող միջոցների միայն մի փոքր մասն է։ Այս ամիս քաղաքապետարանը դարձյալ $250,000 պայմանագիր է կնքել Տաշին ընկերության հետ Աջափնյակի փողոցները վերանորոգելու համար։ Անցած շաբաթ նույն այս ընկերության հետ եւս $632,000 պայմանագիր են կնքել Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա համայնքների փոսերը փակելու համար։ Քաղաքային իշխանություններն ընդունում են, ճեղքերի պատճառն այդ թվում նախկինում արված անորակ ասֆալտն է։ Այսինքն քաղաքապետարանի կամ մասնավոր ընկերությունների թերացման պատճառով երևանցիների հաշվին այս տարի եւս $100,000 կծախսվեն խնդիրները շտկելու համար ու ինչպես պարզվում է, անգամ այս աշխատանքների իրականացումը հարթ չի ընթանում։ Ու մինչ Երևանի քաղաքապետը դժգոհում, սակայն ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկում, քաղաքացիները ստիպված իրենք են փոսալցման աշխատանքներ իրականացնում։ Երևանի փողոցներում ոչ միայն տեղացիների, այլև այլազգիների կարելի է տեսնել փոսեր փակելիս։ Քաղաքացիներից մեկն օրինակ ասիական արտաքինով 2 աղջկա էր նկատել։ Մեր չինացի երևի հյուրերը փոսալցման աշխատանքներ են կատարում։